Սիրելի կանայք, խոսելու ենք ներհեշտոցային օղերի կամ որ նույնն է պեսարիների մասին։ Ահա իմ ձեռքում տեսնում եք երկու հիմնական տեսակները, որոնք կիրառում ենք մեր կլինիկայում։ Կիրառվում է այն պարագայում, եթե ունեք հեշտոցի պատերի իջեցում, կամ որ նույնն է արտանկում կամ պրոլապս։ Իջնել կարող է միզապարկը, արգանդը կամ աղիները։ Ամենակարևոր հղումը, որ ուզում եմ իմանալ, այն է, որ անկախ իջեցման տեսակից, անկախ նրանից թե որ օրգանն է իջել, եւ ամենակարևորը անկախ նրանից թե իջեցումը ինչ աստիճանի է, առաջին կլինի, երկրորդ, երրորդ թե չորրորդ, եթե խոսում ենք բուժման մասին, որպես առաջին տարբերակ անպայման պետք է քննարկվի ներհեշտոցային օղերի տեղադրումը։ Մեկ այլ հարց է, եթե դուք օրինակ հրաժարվում եք եւ չեք ուզում ընդհանրապես լսել դրա մասին կամ ասենք թե ձեր պարագայում հնարավոր չէ ընտրել օրինակ համապատասխան օղ, այդպես եւս լինում է երբեմն, կամ ասենք թե ունեք օղի կիրառման փորձ եւ այլևս հրաժարվում եք դրանից, այս պարագայում հավանաբար կառաջարկվի վիրահատություն դեպքից կախված, բայց կարևոր է որ իմանաք, որ եթե ունեք որևիցե տեսակի արտանկում եւ եթե խոսում ենք բուժման մասին, անպայման պետք է քննարկվի ահա այս օղերի կիրառման հարցը։ Եվ եթե դուք հրաժարվում եք սրանից, հետագայում արդեն պետք է քննարկվեն մնացած այլ օպցիաները։ Օղի տեղադրումը բնականաբար վիրահատական միջամտություն չէ, տեղադրվում է վիրակապարանում, տևում է ընդամենը մի քանի րոպե, ինչպես տեսնում եք, սրանք փափուկ, տեսեք, սիլիկոնային օղեր են։ Սիրելի կանայք, իմացեք, որ ճիշտ օղի ընտրության պարագայում դուք ձեր ներսում սովորաբար ոչինչ չպետք է զգաք։ Պեսարի տեղադրումից հետո հաջորդ այցը լինում է 2 շաբաթ անց, կատարվում է ներհեշտոցային զննում, համոզվում ենք, որ ամեն ինչ նորմալ է եւ նույն օղը նորից տեղադրվում է հեշտոցի մեջ։ Հետագայում 3-4 ամիսը մեկ այցելում եք հիվանդանոց, կրկին կատարվում է ներհեշտոցային զննում եւ կրկին նույն օղը տեղադրվում է հեշտոցի մեջ։